Հայաստանը հրաժեշտ է տալիս Իտալիայում դեռևս ընթացող ձմեռային օլիմպիական խաղերին, որտեղ մարզական արդյունքներին զուգահեռ օրակարգում հայտնվեց երաժշտական ցենզուրան։ 5 հայ մասնակիցները, որոնք ներկայացված էին 3 մարզաձևում՝ գեղասահք, լեռնադահուկային սպորտ եւ դահուկավազք, ավարտեցին իրենց մրցելույթները 14-րդ հորիզոնականը թողնելով որպես պատվիրակության ամենաբարձր ցուցանիշ։ Հայաստանը ներկայացնող գեղասահորդների հավակնոտ զույգի օլիմպիական դեբյուտը վերածվեց քաղաքական վեճի առարկայի։ Ադրբեջանի բացահայտ դիմադրությունն ստիպեց ՄՕԿ-ին վերանայել հայ մարզիկների ծրագրի երաժշտական ձևակերպումը։ Արցախ անվանումը պաշտոնական հարթակներից հեռացվեց, սահմանափակվելով ստեղծագործության հեղինակի Արա Գևորգյանի անվան հիշատակմամբ։ Կգան Արա Գևորգյանի հրաշալի երաժշտության ներքո։ Որոշումը Կարինա Ակոպովայի եւ Նիկիտա Ռախմանինի ելույթը դասեց խաղերի ամենաաղմկահարույց միջադեպերի շարքին։ Բուն մրցապայքարում Ակոպովա-Ռախմանին զույգն ազատ ծրագրի համար ստացավ 114.39 միավոր։ Կարճ ծրագրում գրանցած 66.27 արդյունքի հետ մեկտեղ հայ գեղասահորդները 2 մրցելույթի հանրագումարում վաստակեցին 180.66 միավոր, զբաղեցնելով 14-րդ հորիզոնականը։ Լեռնադահուկային սպորտում Հարություն Հարությունյանի մեկնարկը խոստումնալից էր։ Ոլորավայրեջքի առաջին մրցահերթում նա ընթանում էր 37-րդ տեղում, սակայն երկրորդ փորձի ժամանակ թույլ տված տեխնիկական խախտումը հանգեցրեց որակազրկման եւ պայքարից դուրս մնալուն։ Ավելի վաղ մարզիկը հսկա ոլորավայրեջքում 81 մասնակիցների թվում գրավել էր 59-րդ հորիզոնականը։ Դահուկավազքի մրցումներում Միքայել Միքայելյանը 10 կիլոմետր ինտերվալ մրցաձևում եզրագիծը հատեց 53-րդը, իսկ 20 կիլոմետր սկիաթլոնում 73 մասնակիցների շարքում զբաղեցրեց 48-րդ տեղը։ Կանանց պայքարում Կատյա Գալստյանը 10 կիլոմետր ինտերվալ մրցաձևն ավարտեց 82-րդ հորիզոնականում, մասնակիցների թիվը 111 էր։ Սկիաթլոնում մարզուհին դուրս մնաց պայքարից առաջին 10 կիլոմետրից հետո չհատելով եզրագիծը։ Հրաժեշտ տալով Իտալիային Հայաստանի օլիմպիական թիմն իր հետ բերում է կարևորագույն փորձառություն եւ մրցակցային վիճակագրություն։ Այս տվյալներն այժմ պետք է դառնան աշխատանքային գործիք հաջորդ օլիմպիական քառամյակում մասնակցությունը մեդալային հավակնության վերածելու համար։ Հռիփսիմե Ղազարյան, Armenia Today։